Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել կուսակցություններից մեկի դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Լոռու մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Այս շաբաթվա մեջ ուզում եմ հանդիպեմ, քննարկենք։ Ես ասեցի, փորձ ունեք, ասի հա, փորձ ունեմ։ Համ վստահվածանձ եմ եղել, համ հանձնաժողովի անդամ եմ եղել, տարբեր ազգային ժողովի ողջ եմ։ Լրիվ ուրիշ բան եմ մտածել։ Քո համար բան դեշնեմ։ Ծնունդիս օրը բան կանի 30-ամյակից դա լավ կնշենք ես ու դու։ Բայարա նշելով փողը հասնում է քվեարկությունը որ դնում ես, այդ մարդը 100 ամեն ընտանիքներին 100 գումար է հասնում։ Բասա ես էլ ընտրեմ։ Հա, բանա, տեխնացությունը որ դնում է, խոսքի օրինակ ընտրում ես, 100 փող է հասնում ցավը։ Բայց ում են փողը տալը, իմանալ ես կընտրեմ։ Բանը, սենց ասեմ, անունի չէ, Արման Ավետիսյան ցավը տանեմ, երևի ընտրությունների։ Բայց ո՞նց է փողը վերցնելու։ Ես այս երկորը պետք է հանդիպեն հետը ցավը տանեմ։ Դու հանդիպի ասա մի հոգի կայի, կընտրի քեզի, բայց հաստատ կամա տալն փողը։ Հա, ամեն ընտանիքին ով էլ որ ընտրում է 100 Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։